Բարև ժողովուրդ ջան, ձեր հետ կրկին Ժիրայրն է։ Ժողովուրդ, ինչպես գիտեք, մեր ալիքում հիմնականում տեղադրված է Ազինես 7-ի հետ կապված վիդեոդասեր։ Մի քանի դաս ես ցույց եմ տվել, թե ինչպես է ինքը աշխատում, ինչ ֆունկցիաներ է կատարում։ Այս վիդեոդասում ուզում եմ ձեզ ցույց տամ իր հիմնական աշխատանքներից մեկը, որը դա վաճառքն է, ապրանքների վաճառք եւ սկաների հետ աշխատանք, այսինքն դուք կարող եք այդ ապրանքը ձեզ նաեւ վաճառք անեք ըստ կոդերի, կարաք նաեւ որ սկաները միանում եւ սկաներով դուք վաճառք կատարեք արագ եւ հեշտ։ Այստեղ մենք ունենք ապրանքներ, ապրանքացանկում գիտեք ապրանքները դասավորված են խմբերով, պաղպաղակի մեջ ենթադրենք Էսկիմո, Շանտելի եւ այլն, այստեղ ծխախոտի մեջ Գառնի, Արարատ եւ հիմա ես այլ վիդեոյով ձեզ ցույց կտամ, այս վիդեոյով չէ, այլ վիդեոյով, որտեղ նկարահանված է ուրիշ վայրում, նկարահանված է այլ վիդեոյը, որտեղ ցույց կտամ, թե ինչպես են կատարվում սկաներով աշխատանքները, սկաներով վաճառքները։ Նախ սկաներով վաճառքները եկեք այստեղ մենք բարձենք, այստեղ գոյություն ունեն շտրիխ կոդ, տեսեք այս շտրիխ կոդը Գառնի, բայց դա ես ինքը ավտոմատ ծրագիրն է ինքը գեներացրել, բայց գոյություն ունեն վաճառքներ, որոնք որ կատարվում է հենց տվյալ ապրանքի շտրիխ կոդով։ Բնականաբար այս շտրիխ կոդի հատվածը տվյալ ապրանքի շտրիխ կոդն է գրվում, ծրագիրը ավտոմատ, եթե դուք սկաներով անցեք կասնում տվյալ շտրիխ կոդը, ինքը գեներացնում է տվյալ շտրիխ կոդը այս ապրանքի շտրիխ կոդի դաշտում։ Գինն էլ բնականաբար դուք ձեր ուզած գնման եւ վաճառքի գները դնում եք եւ վաճառքը կատարվում է վաճառքի գնման մեխանիզմով։ Մեզ դες մատ այսպես ցույց տամ ոնց է կատարվում կոդով վաճառքը եւ մյուս վիդեոյով ցույց կտամ թե ինչպես է կատարվում սկաներով վաճառքը։ Դե գնացինք, նախ պետք է բացենք վաճառքների փաստաթուղթը, դա ապրանքների վաճառք փաստաթուղթն է, վաճառքների փաստաթուղթը։ Ներքևում տեսնում եք ինքը ինչ է իրանց ներկայացնում, այստեղ տարբեր բազաներում, տարբեր մշակված բազաներում կարող են տարբեր տեսք լինի, բայց հիմնական գաղափարը էս է, այստեղ հավաքվում ապրանքները, այս մեծ ցանկի մեջ հավաքվելուց հետո տարբեր բազաներում կարող լինի, այստեղ տեսեք վճարման եղանակներ գոյություն ունեն, իդրամ, պոս, կոփե եւ այլն, ստացված գումար, արտիկուլով, այս կոճակները ինչ է նշանակում, արտիկուլով, շտրիխ կոդով եւ կոդով կարող փնտրենք մենք ապրանքը գտնենք, բերենք, մեր ցանկի մեջ տեղադրենք, որից հետո կարող ենք արդեն այստեղ տեսեք այս կարմիրով դեռ հիմա գիծա, բայց հիմա եթե ես օրինակի համար հավաքեմ ապրանքի կոդը 2 F1 F11-ով, տեսեք գրած է կոդ, այսինքն դուք կոդը հավաքում եք թիվը եւ F11 կոճակը համակստեղում աշխարհի ստեղծում եք, ինքը ապրանքը գտնում բերում է։ Տեսեք երկրորդ կոդով, երկրորդ կոդի ներքո գտնում է էլիտ շանտելի պաղպաղակը, որը մենք նախնական ուզում ենք մեկ հատ, արժեքը 100 դրամ, ընդհանրապես 100 դրամ եւ այսպես այստեղ էլ կարմիրով նշվում է թե իր գինը վերջնական ինչքան է հաճախորդը ինչքան պետքա վճարի։ Ենթադրենք հաճախորդը հենց 100 դրամ է տալիս է, դուք կարող այստեղ ոչ մի բան չսխմեք, որ ընդհանուր գրանցել տակ, այստեղ հարցնում է շատ կարևոր բան, տեղեր կա, որտեղ ՎԴՄ-ով են աշխատում, տեղեր կա, ոչ ՎԴՄ-ով,
դա արդեն կախված է ձեր կոնֆիգուրացիայից, ձեր բազայից, բայց հիմնականում ներկա պահին ես դեմ չունեմ կցված։ Տեսեք ինքը հարցն եթե 6 վայրկյան հետո չեք սխում ուշի բան, ինքը ուզում եմ որ դուք տպեք իրան։ Տպելուց հետո ժողովուրդ, այսինքն վաճառքը գնաց, վաճառքը կատարվեց, որ վաճառքը կատարվելուց հետո դուք կարող եք մտնել եւ տեսնել, որ ձեր մնացորդները, եթե այստեղ պաղպաղակի մեջ եթե տեսնում եք, նախնական 50 հատ էր, հիմա արդեն եթե ես 3 հատ չեք վաճառեցի, 3 հատ ինքը իջավ, դարձավ 47 հատ եւ ձեր ժուրնալ չեկի, այստեղ տեսեք, քանի անգամ դուք վաճառք եք արել, այսքան նա վաճառք է գնացել։ Так, հիմա ես այս մյուս վիդեոյով ցանկանամ ձեզ ցույց տամ, թե ինչպես է սկաները աշխատում, ոնց կարող եք սկաներով վաճառք կատարել, կոդով տեսակ, բացում եք, նորից մեկ անգամ ցույց տամ, բացում եք, երկու կոդը հավաքում եք, կոդի թիվն է դա, F11 սխմում եք ստեղնաշարի վրից, եւ քանակը եւ վաճառվող ապրանքը հայտնվում է մեր ցանկում։ Եթե կա այլ ապրանքներ, օրինակ, չգիտեմ, 3 եւ դա տեսեք, չի թողնում, որտեղ այդպես կոդով ապրանք չկա, կոդը պետք է իմանանք, դա կարող բացենք նոմենկլատուրա 5 ենթադրենք։ Նոմենկլատուրան այստեղ վերևը կա, տավարի։ Կարող ենք բացել եւ տեսնենք, թե օրինակ ես ենթադրենք մեր մյուս վաճառվող ապրանքը, օրինակ Garni սիգարետը կամ Ararat սիգարետը, որ կոդի տակ է, 7 կոդի տակ Ararat սիգարետն է, հիմա ենթադրենք հաճախորդը նաև ուզում է Ararat սիգարետ, 7 F11 եւ տեսեք երկու ապրանքներ արդեն ավելացավ, ընդհանուր գումարը արդեն կազմեց 1200 դրամ, բայց մարդ կա, օրինակ ենթադրենք պաղպաղակից ոչ թե մի հատ կա վերցնում, այլ մի քանի հատ է վերցնում, ենթադրենք 5 հատ։ Այդ դեպքում ինչ կարող անենք, կամ 5 անգամ դուք անընդհատ հավաքեք, օրինակ 1, հետո էլի 1, հետո էլի 1, F11 եմ հավաքում, կամ կարող եք կանգնել տվել ապրանքի վրա եւ այստեղ քանակը սխմել, օրինակ 5 եւ քանակի կոճակը հիմնականում լինում է F6 հրամանի մեջ, ստեղնաշարի F6 հրամանի։ Սխում եք F6 եւ տեսեք քանակը փոխվեց, այսինքն ինքը դարավ 5 հատ 500 դրամ, այսինքն ընդհանուր գումարը կազմեց 1600 դրամ սիգարետներ հետ։ Սիգարետի հետ կապված նույն խնդիրը, եթե ուզում եք սիգարետներ ավելացնել, ենթադրենք 2 հատ F6 սիգարետներ դառնում է 2 հատ F6։ Դա մինչև գործում էր մինչև 23 թիվներ, ինչքան հիշում եմ։ Եթե նկատել եք ներկա իրականության մեջ, դա ես բացատրում եմ հիմնական այն ապրանքների, օրինակներ նաև սիգարետն է, այն ապրանքների վրա, որոնք որ QR-ով վաճառքի ենթակա չեն, այսինքն այն ապրանք։ Հիմա կա QR հասկացողություն, դա խանութի տերերը եւ բիզնեսով զբաղվողները ավելի շատ կհասկանան, իսկ եթե դուք պրոստը ուսումնասիրում եք իր գործընթացը, ասեմ, որ այսպես է իրականանում։ Իսկ ինչու եմ ես QR-ը շեշտում, դա մյուս դասերին կանդրադառնանք, ինչու ես սիգարետի վրա կանգնեցի, որովհետև սիգարետները ներկայում մենք չենք կարող իսկական խանութներում քանակը ավելացնել, այսպես ոնց որ պաղպաղակի քանակը ավելացեցինք, մենք չենք կարող սիգարետը քանակ տանք, այսինքն ամեն սիգարետ պետք է ենթադրենք հաճախորդը ունի 2 տուփ սիգարետ, որ պետք է առնի, երկուսն էլ առանձին պետք է QR-ով անցնի։ Դա մի քիչ այլ հասկացողություն է, ես դա հետո ցույց կտամ, իսկ հիմա հաջորդ վիդեոյով, որը ուրիշ տեղ է նկարվել, ասեմ եմ ձեզ, մի քիչ խնդիր կա բանի հետ կապված, նկարահանումը տեղի ունենում հեռախոսով, նախնական ներողություն եմ խնդրում, որ հեռախոսով տեղի ունեցել նկարահանումը,
սկանների աշխատանքը ձեզ կներկայացնեմ, թե ինչպես է սկաները աշխատում, ոնց կարող եք ավտոմատ արագ կտացնելով ապրանքը ներմուծել ծրագրի մեջ։ Խնդրեմ։ Հիմա կարող ենք ընտրենք ինչ-որ ապրանքի ման գալիս, կոդով ման գանք, օրինակ 01665։ Ինքը տիկնիկ փոքր, տեսեք։ Տիկնիկ փոքր։ Ինքը կարող ենք սկաներով ման գանք։ Սկաները, մեր սենց սկաներներ գոյություն ունեն, որը որ կանանք շտրիխ կոդը տվել ապրանքի, օրինակ սա սիգարետա, կամերան չի տալիս, բայց փորձենք ստանանք, ստացվեց, տեսեք ինքը արդեն գտավ, տվել բազայում 80 կոդով, ծխախոտ Ken Silver, այս տարբերակով ինքը գտնում ապրանքը, ապրանքների վաճառք, բացվում է պատուհանը, ես կարող ուրիշ բազայում եմ դες ցույց տալիս տարբերությունը շատ չի, ուղղակի այս բազայի մեջ touch մոնիտորների համար նախատեսված կոճակներ կան։ Դա հետո կբացատրեմ։ Շնորհիվ ինչպես տեսեք, բացվել է պատուհանը, որ վաճառք անեն, մենք չեք դոկումենտն է։ Ինչպես տեսնում եք, ես սկաները ոնց եմ կասնում ապրանքը։ Ինքը հայտնվեց, տեսեք, հեսա։ Ken Silver, 1 հատ, 950 դրամ, ընդհանուր գումար 950 դրամ։ Ահա, տեսակ վիդեոյի մեջ ինչպես սկաներով անցավ, վերադարձանք մեր վիդեո, ովքեր որ համաձայնեն, որ սկաներով ավելի հեշտ է, թող լայք, կոմենտներ դնեն, ովքեր որ համաձայնեն, չէ, սկաներով մի քիչ դժվար է, ավելի լավ կոդով փնտրենք, կարող կարծիքները դնեք։ Մի խոսքով ժողովուրդ, ազդեցին հնարավորություն ունի ոչ միայն սկաներով, ոչ միայն կոդով, այլ տարբեր ձևեր։ Օրինակ կարող եք դուք եթե ինչ-որ մի ապրանք եք ուզում, բացեք, ասեք, եթերեք, չգիտեմ, գարնին եմ ուզում, բայց ոչ կոդն եք հիշում, ոչ էլ այդ բանին, չգիտեմ, արագ սկաները չի աշխատում, ինչ-որ խնդիր է առաջացել, հնարավոր չէ այդ տարբերակը լինի։ Կատալոգից բացում եք ծխախոտներ եւ գարնին ընտրում եք, ասում եք քանի հատ եք ուզում, արդեն ստեղ կարող եք միանգամից քանակ տալ, օրինակ ենթադրենք 3 տուփ, ինքը 3 տուփով գծի եւ տեսեք հայտնվում է գարնին 3 տուփով արդեն ծրագրի մեջ։ Ու տալիս եք գրանցել, ելին հարցերը, բնականաբար ես կտամ նյետ, ասում եմ տպեմ ասում եմ տպեմ, թե չէ, ես ասում եմ չէ, չեմ ուզում տպես դու, որովհետև ես բայն պրինտերել չունեմ, եւ տեսեք արդեն իմ վաճառքները, այսօրվա վաճառքները կազմեցին այս վաճառքները, կարող մտնեք ինչ-որ մեկի մեջ, նայեք ինչ ա եղել, բայց դա Արմենի դոստուպով, ուրիշ դոստուպով կարող ես կասիրն է վաճառքարել, կասիրի դոստուպով հնարավոր կարող չլինի մտնել նայել, դա կախված էլի եմ ասում ձեր բազայի կոնֆիգուրացիայից։ Այսքան է ժողովուրդ ջան, շնորհակալ եմ որ իմ հետ եք, եթե հարցեր ունեք գրեք, եթե այլ նկատառումներ ունեք նաև նայել, գրել, ես փորձեմ բոլոր հարցերին, բոլոր խնդիրները շտկեմ, եթե ինչ-որ հարցեր կա, շնորհակալություն որ իմ հետ եք, ցտեսություն ձեզ։